Հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ից տեղեկացնում են եղանակի կանխատեսման մասին ապրիլի 22-ից 27-ն ընկած ժամանակահատվածում։ Երևանում ապրիլի 22-ի կեսօրից հետո 23-ին, 24-ի գիշերը և առավոտյան, 25-ին, 26-ի երեկոյան, 27-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժ գնացում 17-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։ Ապրիլի 24-ի և 26-ի ցերեկը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 22-ի ցերեկը 23-ին, 25-ին շրջանների զգալի մասում, 24-ին, 26-ին, 27-ին առանձին շրջաներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 23-ին և 25-ին առանձին վայրերում հորդառատ քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժ գնացում։ Ապրիլի 22-ից 24-ին, 26-ին, 27-ին 15-ից 18 մետր/վայրկյան արագությամբ, ապրիլի 25-ին 18-ից 22 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ի ցերեկը կնվազի 4-ից 5 աստիճանով, 24-ի ցերեկը նույնքան կբարձրանա։ Նշենք, որ ապրիլի 22-ը համարվում է Երկրի օր։ Այս օրը հիշեցում է, թե որքան կարևոր է սիրել և պահպանել, արժևորել մեր մոլորակը։ Մեր ամեն քայլը կարող է ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա, լինի դա ջրի խնայողություն, ծառերի տնկում, թե աղբի տեսակավորում։ Երկրի օրը քաղաքացիական նախաձեռնություն է, որի նպատակն է մարդկանց ուշադրությունը սևեռել շրջակա միջավայրի պահպանության և գլոբալ բնապահպանական խնդիրների վրա, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, անտառային տարածքների վերականգնումը, պահպանվող տարածքների կայուն կառավարումը և այլն։ Միասին կառուցենք ապագա, որտեղ բնությունն ու մարդն ապրում են ներդաշնակության մեջ։ Պահպանենք երկիրը մեր և գալիք սերունդների համար։ Շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները նպաստավոր են եղել գյուղատնտեսական մշակաբույսերի աճի և զարգացման համար։ Հովտային շրջաններում աշնանացան ցորենն արդեն հասկակալել է։ Նախալեռնային շրջաններում շարունակվել է աշնանացանի ցեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, իսկ լեռնային շրջաններում ցողունակալումը։ Գարնանացան գարուհատիկը կտցել է։ Հովտային շրջաններում շարունակվել է խաղողի ծաղկաբույլերի, նախալեռնային շրջաններում տերևների առաջացումը։ Տեղ-տեղ խաղողի բողբոջներն ուռչել են, շարունակվել է կորիզավորների ծաղկումը, կարտոֆիլի տնկումն ավարտվել է։ Արարատյան դաշտում սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը։ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3 սանտիմետրով և կազմել 1900,48 մետր, որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 18 սանտիմետրով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից 9 սանտիմետրով։ Արփասեվան ջրատարով 2025 թվականի ապրիլի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 5,3075 միլիոն մետր խորանարդ, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից ապրիլի 20-ը ներառյալ 26867 միլիոն մետր խորանարդ։ Հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրել է եղանակի միջնաժամկետ կանխատեսումների եվրոպական կենտրոնների առաջիկա 14 օրվա ջերմաստիճանի և տեղումների քանակը և որակական կանխատեսումներ։ Ըստ այդմ, մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը ապրիլի 21-ից 28-ը կանխատեսվում է նորմայից բարձր 3-ից 6 աստիճանով, իսկ ապրիլի 28-ից մայիսի 5-ը նորմայից բարձր 1-ից 3 աստիճանով, կենտրոնական շրջաներում 3-ից 6 աստիճան։ Ապրիլի 21-ից 28-ը տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից բարձր 10-ից 30%, հյուսիսային և կենտրոնական շրջաններում, մնացած հատվածներում նորմայից ցածր։ Ապրիլի 28-ից մայիսի 5-ը կանխատեսվում է, որ Հայաստանի մեծ մասն արդեն կգտնվի բացասական անոմալիայի գոտում, ինչը նշանակում է նորմայից քիչ տեղումներ։
Եվս մեկ կարևոր լուր Զատկե Հանգստյան օրերին Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության դիտորդական առաքելությունը 27 օր ու գիշեր պարեկություն է իրականացրել իր գործողության տարածքում, ներառյալ Խոզնավար, Խնածախ և Արավուզ գյուղերը, նշված է X-ում Հայաստանի Հանրապետությունում ԵՄ դիտորդական առաքելության միկրոբլոգում։ Խոզնավարում Հայաստանի Հանրապետությունում ԵՄ դիտորդական առաքելությունը նկատել է քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս հասցրած երկու կրակոցների հետևանքները, որոնք հնարավոր է առաջացել են տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերից։ Վթարային աշխատանքներով պայմանավորված ապրիլի 22-ին 10:30-ից 15 կդադարեցվի Սարիթաղ 1 կոտորակ 10 շարքերի, Սարիթաղ 1-3 փողոցների, Օստրովսկու փողոցի, Խորենացու 140-ից 236 տների, Խորենացու 4 նրբանցք Սասունցի Դավթի 70 կոտորակ 1, 70 կոտորակ 3 զույգ համարի շենքերի որմնադիրներ 1-2 նրբանցքների որմնադիրներ փողոցի ջրամատակարարումը տեղեկացրել է Վեոլա ջուր ընկերությունը։